Երգչուհի Լիլուն շարունակում է իր սոցիալական էջերում շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Նա նոր տեսանյութերի շարք է ներկայացրել, որի ընթացքում պատմել է այն մասին, որ հետևորդներից մեկը որոշել է վիրավորել իրեն ու հայտնել իր կարծիքը։ Օգտատերը բավականին կոպիտ նամակ է գրել Լիլուին, իսկ երգչուհին սոցիալական էջերում անդրադարձել է բացասական արտահայտություններին։ Star News-ը ձեզ ներկայացնում է երգչուհու խոսքը առանց մեկնաբանության։ Չեմ ասել, ասի մի անգամից համ քեզ պատմեմ, համ էլ իմ սիրելի հեռուստադիտողներին։ Ուրեմն երեք պատական մտել եմ նամակներիս մեջ, ասենք նախ առիթից օգտվեմ ու ներողություն խնդրեմ այն մարդկանց, ում նամակները անպատասխան են մնում, ուղղակի հնարավոր չի, էլի, հնարավոր չի այդքան պատասխանել, որը հասցնում եմ, կարդում եմ։ Ուրեմն այդ բացված նամակներից այդ առաջինը տեսա, մտա, տեսնեմ մի աղջիկ գրել է, վայ ոնց եմ զզվում սրանից ու իրա տափակ հումորներից, իմ ստորիի տակ պրիտոմ, կոմենտ չի ինքը, ունի կոմենտ լինի, կասես, տեմա կարծիքա գրել է, որ մարդիկ ուրիշ մարդիկ էլ տենան, բայց անձնական ինձ նամակ գրել է, ոնց եմ զզվում սրանից։ Քեզնից։ Հա, մտել եմ իրա, տենամ նենց պինդ է ինձ հետևում, չես պատկերացնի։ Շատ սենց պինդ ինձ ֆոլո է անում։ Ուզում ես հարց տաս այդ տեսակի մարդկանց։ Ասենք, եթե դու այդ մարդուն չես սիրում, ինչի ես այդ բանը գլամուր սիգարը ծխում։ Ինչ անում։ Եթե ասենք դու այդ մարդուն չես սիրում, ինչի ես հետևում։ Մի հատ էլ այդ մարդուն նամակ գրում։ Ու ես մի բան հասկացա։ Ուրեմն շատ մարդիկ ընդհանրապես գաղափար չունեն համացանցից, չնայած որ գրանցված են համացանցում։ Իրանց համար կապ չունի էլի, այդ կոմենտ են գրում, թե նամակ են գրում։ Իսկն է, ինքը ստորիի տակ գրել է, ոնց եմ զզվում Իրանից։ Իմ ստորիի տակ։ Ուզում ես ասես, ինչով օգնեմ քեզ։ Ես բլոկ անեմ քեզ։ Չես հասկանում էլի տենց մարդկանց, ասենք մեղքը չես, բայց այնքան եմ ծիծաղել չեք պատկերացնի, լավ տրամադրությունս բարձրացրեց, ու ծիծաղս գալիս էր զուտ այդ երևույթի վրա էլի, որ մարդուն չես սիրում, ինչի ես հետևում, ով է քեզ խնդրե, մի հատ էլ իրա գլազոկ դեմքով մտել է ինձի նամակ ա գրել։ Գլազոկ։ Հա, գլազոկ, որտեղ մտա ստորի ոնց որ գլազոկից նայ։ Ասենք լուրջ ես խոսում։ Տիկին գլազոկ։ Խի։ Ես բայց սիրում եմ որ տենց մուժստվա հավաքել ինձ գրել է, բայ ոնց եմ ձեզում ձեզանից։ Փողադարձ ջան։ Ինչ անեմ, ես գիքո գոյության մասին է չգիտեմ, զզվում ես զզվի։ Ով է քեզ խնդրե։ Ու տենց լիքը մարդ համացանցին չտիրապետելով, ընդհանրապես գաղափար չունի համացանցը իրանից ինչ է ներկայացնում, բայց գրանցված է համ Facebook-ում, համ Instagram-ում։ Ես ձեզ ավելի մի վատ բան ասեմ։ Օրինակ Facebook-ում ես մարդ ունեմ, գիտեմ ում ես անձամբ ճանաչում եմ, ինձ բարեկամ է, օրինակ ինքը որ post է տենում, մտնում է Facebook, տեսնում է news-երից կամ որևէ nude կամ մի բան, գիտի իրան էդի նամակ են գրել։ Ինքը չի հասկանում, որ դա ընդհանուր լենտա է, լենտայի վրա բերում է օրվա նորությունները կամ մարդիկ իրանց նկարներն են դնում են։ Գիտի այդ իրան նամակ են գրել, իրան նկար են ուղարկել, խոսում է հետները։ Ասում է ոնց ու տենց ինքը գիտի, որ բանը սատարում է ներկա իշխանություններին ու գիտի, որ իշխանական թևը, եմ ասում եմ, այդ իշխանության պարագլուխները, կոնկրետ ասենք այդ մարդիկ, ովքեր որ իրան նամակ են գրում, բայց ասենք այդ տվյալ մարդու մասին նյութ հաղուակի տեղադած նյուզը գրել է։ Խնդրում եմ։ Նա մեկը կար չէ, որ ասում էր։ Հա, ինձի ամեն օր ասում ինքը նամակ է գրում։ Ինքը։ Իրա դառնուցավը բան է եղել։
քեզ պետք է նամակ գրի։ Հասկանում եք ինչ կատեգորիայի մարդիկ են գրանցված համացանցում, որ ընդհանրապես ինֆորմացիա չունեն, ստորին որն է, post-ը որն է կամ вообще գաղափար չունեն, ասենք հերու չեմ գնում։ Ես story եմ անում, Արկադին նշում եմ գնում Արկադի story, գրում են Արկադին ուտեմ քեզ։ Excuse me, ինչ գործ ունեք խաղի մարդու ուտում եք։ Երեխա ունի, բան ունի, ընտանիք ունի։ Բայց շատ խնդալու էր, էլի շատ։ Սենց ոնց եմ զզվում սրանից գրելը։ Ասենք ես քո գոյության մասին չգիտեի։ Դու ինչի ես ինձ follow անում մի հատ էլ։ Ով է քեզ խնդրել, քեզ տանջվում։ Բնականաբար ինչքան մարդ այնքան կարծիք։ Ես էլ մարդիկ կան ում չեմ համակրում, ասենք։ Մոնակ մարդ կա, որ ինձ թվում է ոնց որ ես աշխատեմ ինքը ուտի։ Կոմոդ չկա։ Կա։ Գլամուր ես դու սիգար ես ծխում, ես շոքին, ճռին, 60 աստիճանա դուրսը։ 60 չի 98-ա։ Բայց իմ նստա տեղը Աթոռներ ես վկա։ Իմ նստավայրը հիմա որ նստած եմ։ Լրիվ ասենք հովային է, էլի։ Հա։ Հով ռեժիմ է դրա։ Ասենք ես տենց թեմաների ընդհանրապես չեմ անդրադառնում, եթե իսկականից ծիծաղալու չի, էլի այս ամեն ինչը։ Ասենք ասում ես մարդիկ հələ սպորտիվնա ասում եմ։ Զզվում ես գնա մի հատ սառը մի բան խմի քո համար ընտանի երեսդ գնա մի բան արա կամ մի օգնի քեզ ընտանիքի տերեղի։ Ասենք ես տենց թեմաների ընդհանրապես չեմ անդրադառնում, եթե իսկականից ծիծաղալու չի, էլի այս ամեն ինչը։ Ասենք ասում ես մարդիկ հələ սպորտիվնա ասում եմ։ Զզվում ես գնա մի հատ սառը մի բան խմի քո համար ընտանի երեսդ գնա մի բան արա կամ մի օգնի քեզ ընտանիքի տերեղի մի հատ ինքն էլ մի հատ գեշ մարդուներ լավ է դեխինք ինձ կասի որ ես ասում եմ քեզ այնց ես չեմ ասում որ դա մարդը գեշ էլ չէր բան եսի ինչ էր այդ մարդ էր խնդրում եմ գրերեք ինձ բայց ես գոգոնի շատ ավոր էր ասենք կարո իստորիան է գրի լսի բան տականք գնա քեզ մի հատ այն նոր ուրիշմացին խոսա բայց კი ջնջել եմ անցել եմ ու ծիծաղում եմ հիմա բայց իրանք ընտանիքով գեշ էին ահա որ մեզ չեն ասնի բայց գեշ էին ու գեշերին դնենք մի կողմ սենց բայց ինչ բոտ տեսորան եմ հետևս ընտրել աթոռներով դու ավելի վատ ես Ֆրա չէ Ֆրայմ կոմ բայց այդ ինչ շնորհքա ոնց ֆրամ սենց Ֆրա հլը արևահարված ված չես նեղվի Չէ խլի նեղվի բայց կարելի է Ինչ ա Դուք մերկ եք Արկա էլ դա սիրուն լավ բան Էս ինչ ծուխա, կարևոր բան է ուզում ասեի, խեղտեցի